3 հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում մի միջոցառում տեղի ունեցավ, որին ՔՊԱ-ները տալիս են պատարագ անունը, ժողովուրդը աղանդավորական հավաք անունը։ Ինչու աղանդավորական հավաք, որովհետև դա անցկացնողը եկեղեցուց վտարված մեկն էր, սովորական քաղաքացի, իսկ սովորական քաղաքացու արած կրոնական ծեսը աղանդավորական միջոցառում է։ Այդ հավաքի անցկացման համար լուրջ կազմակերպչական աշխատանք էր տարվել, ինչպես կարգալույծ եղած Ստյոպանն էր ասում, իրենք ակնկալում էին 10,000 հոգու մասնակցություն, ըստ երևույթին այդքան մարդ էր նախատեսվել բերել։ Facebook-յան էջերում տարբեր անձինք կոչ էին անում գնալ ՔՊ գրասենյակներ ու այնտեղից շարժվել։ Լրագրողները, տեսախցիկները ոնց պտտվում էին, սովորական մարդ չկար, դպրոցի տնօրեններ էին, ավագանու ՔՊ խմբակցության անդամներ էին, բազմաթիվ ՔՊԱ-ական դեպուտատներ էին, նախարարներ էին, Նիկոլ Փաշինյանի մոլի աջակիցներից էին, են որ ասում են մեր ու մանուկ կոտորվեն, բայց Նիկոլը մնա այդ կարգի։ Ընդ որում, երևում է, որ այս թվարկածս տեսակները առաջին անգամ էին պատարագի մասնակցում ու չգիտեին, ինչ կարելի է անել պատարագի ժամանակ, կարելի էր մարդկանց վրա հարձակվել, թե դա ուրիշ արարողությունների ժամանակ է արվում։ Տավուշի, Արագածոտնի եւ այլ մարզպետներ էին, համայնքապետեր, Նիկոլի խորհրդականներ, Հեցի մասնաճյուղերի ՔՊԱ-ական տնօրեններ ու անգամ Արծրուն Հովհաննիսյան։ Պատկերացնում եք, ձեռքները ինչքան քարի տակ լինի, որ Արծրուն Հովհաննիսյան բերեն, ըստ երևույթին գլխաքանակ ապահովելու համար, արի որ վերևից նկարեն մարդերևա։ Հա մի հատ էլ աստղաբան էր մասնակցում, որը չնայած գուշակ է ներկայանում, բայց նրա գուշակությունները բոլորը Նիկոլի օգտին են։ Ու այդքանով հանդերձ մասնակցում էր 6-800 հոգի ընդամենը, որոնց ուղիղ կեսը համազգեստով ու առանց համազգեստի ոստիկաններն էին, ՊՊՑ ու ԱԱՑ աշխատակիցներ։ Մի մասին հագցրել էին քաղաքացիական շորեր ու որպես ժողովուրդ բերել, իսկ մի մասը համազգեստով էր։ Քաղաքացիներից մեկը ներսում գոռաց Ստեփան Ասատրյան, դու իրավունք չունես պատարագ մատուցելու։ Նրա վրա հարձակվեցին, բերանը փակելով հանեցին դուրս, իսկ հետո պարզվեց բերան փակողը պետական պահպանության ծառայության աշխատակից է։ Այսինքն չկար ժողովուրդ, որը դեմ կլիներ այդ խոսքերին ու վեճի կբռնվեր այդ քաղաքացու հետ։ Այդ ժողովը կարծում եմ Նիկոլ Փաշինյանի ձախողումն էր։ 10 օր շարունակ աղմուկ էր անում, թե գնալու է Հովհաննավանք հենց կարգալույծի պատարագին, կոչ էր անում գալ մասնակցել, քանի որ այդտեղից է երևալու մայրաթոռի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, հասարակության որ մասն է կիսում, ոտքի հանեց ամբողջ ռեսուրսը, ադմինիստրատիվ ապարատը ու ընդամենը հավաքեց 6-800 մարդ։ Այո, Փաշինյանը չունի աջակցություն իր ծրագրերում, բայց ունի ագրեսիվ փոքրամասնություն, չնչին թվով, եւ որ ցավալիորեն կա ու կարևոր է ուժայինների աջակցություն ունի։ Եթե անգամ 2 հոգի գար եւ 100 ոստիկան մեկ է, դա հիմք էր լինելու ժողովուրդ ցույց տա եւ իր ծրագրերի հետևից գնա։ Չունի աջակից, ունի իրավապահներ։ Նույն ՊՊՑ-ականները հիմա եւս շարունակում են հսկել Փաշինյանի նոր աղանդի նախկին հոգևորական ներկայացուցչին։ Այդ Ստեփանը կարծում եմ դեռ պետք է Նիկոլին իր ծրագրերն իրականացնելու համար, այդ դրա համար էլ պահպանում են։ Հովհաննավանքում կատարվածը շատ կարևոր ցուցիչ է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի համար։ Ամեն անգամ արձանագրում ենք, որ նրան աջակցողների թիվը հա պակասում է ու պակասում։ Նրա վստահության մակարդակը արդեն պատմական մինիմումի վրա է, իսկ հարցումից հարցում էլ իջնում է ու իջնում շատ արագ։ 2 տարի առաջ ՔՊ-ն կազմակերպել էր երթ հանրահավաք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Սրանից ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ այդ հանրահավաք երթին մասնակցելու համար մոբիլիզացրել էին ողջ ՔՊ-ական ռեսուրսը։ Փաշինյանը ինքը հրահանգել էր, ով ում կարողանա բերի այդ հանրահավաքին։ Ասում էր, շատ կարևոր է մեզ համար բազմամարդությունը, բայց արդյունքում հավաքվեց ընդամենը 5000 մարդ։ Այս հանդիպմանը վստահաբար էլի ներքին փակխմբում կոչեր արել գալ մասնակցել, որովհետև դրանով ցույց պետք է տային, թե ժողովուրդը կողմ է եկեղեցին զավթելու պլաններին։ 3 միլիոն ժողովրդի մեջ 600 հոգին քանի տոկոս է կազմում։ Այնքան փոքր, որ կալկուլատորն անգամ չի հաշվում։
Սա ինչ է նշանակում։ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն մենակ են մնացել, առանց ժողովրդի։ Երբ հավաքվում են 800 հոգի, որոնց 400-ը ուժայիններ են, 100-ը նախարար, դեպուտատ, մարզպետ, քաղաքապետ, դպրոցի տնօրեն, ավագանի, այդտեղ ժողովուրդ չկա։ Անգամ ՔՊ ներքին 850 հոգանոց չաթի անդամները չեն եկել։ Վստահեցնում եմ, որ հատկապես զորով միջոցառումների բերվողները շարքային քաղաքացուց մինչև ոստիկան քո մարդիկ չեն, քեզ չեն ընտրելու, թեկուզ նրա համար, որ դավադիտ են եղել, ամեն անգամ բերման ենթարկվել, մեկ որպես հարսանիքի մասնակից, մեկ որպես խուլ գյուղի բնակիչ, որը Փաշինյանին անակնկալ հանդիպել է, մեկ որպես քույրչի խուժան, որը հարձակվում է լրագրողների վրա, մեկ որպես հանցագործ, որ եկեղեցում փակում է խոսացողների բերանը, նրանք ձեզնից հոգնել են։ Փաշինյանն աջակից չունի այլևս ոչ եկեղեցու վրա հարձակվելու հարցում, ոչ ընտրության գնալու համար, ոչ Արցախի հարցում, ոչ Զանգեզուրի միջանցքի հարցում, նրան աջակցում է դրսից թշնամին, ներսից ուժային համակարգը։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, բացի այն, որ ժողովրդի ճնշող մեծամասնության գնահատմամբ հանցագործ են, դավաճան են, նաև մոդա չեն, ժամկետանց են։ Իսկ երբ մոդան անցնում է, հետևից այլևս չես կարող վազել, անցել, պրծել է արդեն։ Դուք նախկին եք արդեն։ 90-ականներին թուրքական սվիտեր էր մոդա, հագնում էին, հետո մոդան անցավ, էլ չկան։ Հիմա էլ ոչ ոք դրանցից չի հագնում։ Դուք էլ եք այդ թուրքական սվիտերի նման մոդայից դուրս արդեն։ Կարճ ասած, բոլոր նրանք, որ ասում են Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրս է օգտագործելու ու հաղթի, արդեն ունեն ապացույց, որ Փաշինյանի վարչական ռեսուրսը չի աշխատում։ Սա Փաշինյանի վարչական ռեսուրսն է, որ բաց միջոցառմանը, որտեղ բազմաթիվ կամերաներ ու հսկիչներ կան, ստուգողներ կան, այդ պետաշխատողները չեն գալիս, վաղը գնալու են փակ գաղտնի քվեարկությանը Նիկոլ ընտրեն, չեմ կարծում։